Էլիս, ես չեմ հավատում այդ պատահականությանը։ Ինձ թվում այն ինձ հետևելա դրա համար էլ մեր տան մոտ է եկել։ Ով։ Նորոն Էլիս։ Երեկ էլ ամբողջ օրը ինձ էր սպասում։ Հաստատ մտածում էր, որ դուրս կգամ։ Կարող է ուղղակի պատահականությունը։ Ինքը շատ լավ տղա է Էլիս։ Արևն էլ հենց տեսավ իրան միանգամից հավանեց։ Դե երեխեքը միանգամից զգում են լավ մարդկանց։ Մնում է վաղն էլ կարողանամ իրան պատահական գոնե այգում տեսնեմ։ Լավ Էլիս, ասածներիս ուշադրություն մի դարձրա։ Հաստատ ես եմ ուղղակի շատ կենտրոնացել։ Եթե պատահականություն է, մենք էլ չենք հանդիպի։ Բայց եթե չէ… Եթե չէ, ինչ։ Դե եթե չէ, ես վաղը իրան իմ համարը կտամ, որ էլ պատահականության հույսին չմնամ։ Ես չեմ նեղվի, եթե ինչ-որ բան մեր տանը կոտրես կամ փչացնես։ Բայց եթե սուտ խոսաս, այ դա լավ չի։ Ես կմտածեմ, որ երեխուս քո մոտ թողնել այդքան էլ լավ գաղափար չի։ Էլիս ջան, ես քեզ պետքա վստահ եմ, շատ վստահ եմ։ Դու պատասխանատու ես Արևի համար։ Դու պատկերացնում ես, ինչա դա նշանակում։ Ես պատկերացնում եմ։ Բայց չեմ հասկանում ինչ եք խոսում։ Հիմա որ սենց ես խոսում, ավելի եմ վախենում։ Բայց ես ինչն եմ խաբել։ Բացի քեզնից սա ոչ ոք չէր կարող անել։ Բայց դու չես եկել ասես, որ հանկարծակի ստացել, մտածել ես, որ անպետք թուղթ է։ Դեռ հակառակը պատրված մասերը դուրս ես անել, որ չգտնենք։ Բա որ ավելի կարևոր բան լիներ, ես ոնց պետքա քեզ վստահեի։ Հիմա քանի խոսում ենք, ես առաջարկում եմ, որ միանգամից ամեն ինչ ասես, որ հասկանանք իրար ու որոշենք ինչ ենք անում։ Հիմա ինքը քեզ աշխատանքից ազատելու ոչ մի պատճառ չունի։ Մանավանդ այդ աղջիկ իրա վրա է վերցրել ու ասել է, որ այդ թուղթն ինքն է պատրել։ Քեզ աշխատանքից ազատում է, որ անուն ինչ դնի։ Տատի, այդ մարդու տունն է։ Ինչ ուզենա կանի։ Չի հավատացել, հասկանում ես։ Ես սխալ արեցի, շատ սխալ արեցի, չպիտի այդքան անզգույշ լինեի։ Դրա համար պետքա շատ ուշադիր լինես։ Ինչ որ անում ես, մի քիչ երկար մտածես, զգույշ լինես, վերջապես ինձ հարցնես, բա ես ինչի համար եմ։ Վաղվանից էլ հաստատ աշխատանքի չեմ գնա։ Գնամ ինչ անեմ։ Մարդը պարզ ասեց, որ վերջ։ Արի ժամանակից շուտ ենթադրություններ չանենք։ Սպասենք, տեսնենք ինչա լինելու։ Բա այդ երեխան էլ հակառակի պես ենքան շատ է ինձ սիրում։ Հա, տատ։ Որ չլիներ, չգիտեմ ինչ էի անելու։ Մենակ չասես, որ փափկել ես այդ երեխու հանդեպ։ Հիմա չթվարկեմ մեղքերի են շարքը, որ այդ երեխուց առաջ ու հետո են եղել։ Հաստատ մի օր չես գալու ասես, չէ, որ տատ, այդ երեխան մեղավոր չի։ Ջան։ Չէ, չեմ ասելու։ Այսինքն ի՞նչ է նշանակում դուրս եմ եկել։ Վերջնական։ Հա։ Երևի։ Այսինքն այդ երեխուն էլ դայակ պետք չի։ Կլինի էլ հարցեր չտաս։ Չէ, չի լինի։ Որովհետև ոչ աշխատանքի ընդունվելուց նորմալ բացատրություն տվեցիր։ Ոչ էլ հիմա որ դուրս ես եկել, էլի չես ուզում բացատրություն տաս։ Բայց միջև այդ դուրդ գալիս էր այս աշխատանքը, այդ դայակությունը իր ուզում անել, այդ ինչ եղավ։ Հե՞։ Մի հատ ինձ նայի, հարց եմ տալիս։ Ես ինչ մութ պատմությունների մեջ ես։ Նորո աշխատանքը մութ պատմություն չի։ Նորմալ մարդկանց հետ աշխատելը մութ պատմություն չի։ Իսկ քո ներկայացածը լրիվ ուրիշ բան է։ Այդ մարդկանց չգիտեմ ինչ սարքեցիր։
որ իրաց տուն չի կարելի գնալ, հատուկ թույլտվությամբ պետքա գնաս։ Անծանոթ մարդկանց հետ չի կարելի շփվել։ Հե՞։ Էդ ինչ եղավ, մի հատ ինձ ասա հասկանամ, էլի։ Կարող է քեզ ինչ-որ բան են արել, նեղացրել են, ասա իմանամ։ Չես պատկերացնի ոնց եմ հոգնել արդեն։ Ստերիս հետ։ Չէ կասկածներից հետ։ Մի բանում հաստատ շատ ուրախ եմ։ Ավելի լավ։ Մնա տունը։ Պետք չի որ աշխատես։ Ես էլ իմ պապային էի շատ սիրում։ Ինքն էլ էր տենց։ Բայց որ մի բան ասում էր, մտածում էի, որ անհնար է ուղղակի չանի։ Հավատում էի իրան։ Հետո թողեց ինձ ու գնաց։ Միջև այսօր էլ չի զանգել, չգիտի ոնց եմ։ Երևի մենք իրանց խանգարում ենք։ Երևի դու էլ իրան ես խանգարում։ Տես ինձ էլ կանչել են, որ քեզ պահեմ։ Որ հանկարծ չխանգարես։ Կներես, ես ուղղակի մոռացել եմ, որ դու երեխա ես խոսում։ Ուշադրություն մի դարձրա։ Ինչ կարանք անենք։ Ոչ մի բան։ Մենք չենք կարա մարդուն արգելենք, որ Հայաստանում ապրի։ Նորո։ Մոռացի ու վերջ։ Դու հիմա լուրջ ես խոսում։ Բա ինչ ասեմ։ Գնանք ասենք, չես ամաչում հետ գնամ։ Չէ։ Իհարկե չէ։ Բայց դու հասկանում ես, որ ամեն քայլափոխի կարող է դրանը հանդիպենք։ Ու ես վստահ չեմ, որ հաջորդ անգամ ես կարողանալ բեմից զսպեմ։ Այսօր էլ։ Եթե երեխու դեպքը չլիներ չզանգեին, կարող եմ մոտենայո։ Նորո։ Իմաստը որն է։ Իմաստ չկա։ Ես հաստատ որոշել եմ։ Հա, դուրս կգամ աշխատանքից տատի։ Ես եմ մեղավոր։ Ես ապուշի պես որոշումներ եմ կայացնում ու իմ պատճառով նորոն հիմա այդ մարդուն եմ անգալիս։ Ավելի լավ է թողնեմ, թող հանգիստ ապրեն իրենց կյանքով, հա։ Ոչ մի բան հաստատ չեմ անի տատը։ Մենակ թե նորոն ման չկա իրենց։ Չէ, ես մտածում էի, որ նորոն կհանդիպի իրան, բայց որ այսքան շուտ չէի պատկերացնում։ Գնացի։